օլիգարխիա, իշխանության լպտակներին տիրացած օլիգարխիա։ Եվ ահա մեր երկու ասում եմ ընդամենը խոսքեր չեն։ Սա քաղաքական ծրագիր է, որը իրականացվելու է շատ շուտով։ Որ կուսակցություններով կես ծրագրեր են, որ պիտի իրենց խոսքը լսվի, ժողովրդին ավելի հարմար ժամերի, կարծում եմ ճիշտ նույնպես պետք է վարվեն։ Այժմ խոսք ունի ասելու Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի ժողովուրդ, այսօր շատ են խոսում այն մասին, եւ մարդիկ ասում են, թե ինչու են դիմությունը միասնական չէ, ինչու են դիմությունը միասին չէ։ Այսօր միասին չէ, վաղը միասին կլինի։ Ես այսօր մեր հանրահավաքին ներկա են համենայն դեպս ես երկու օգուտ տեսել եմ, ես ողջունում եմ իրանք ու ուզում եմ, որ մենք բոլորս ողջունենք։ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավելի Սարգսյան, նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյան։ Ես գիտեմ, որ էլի մեջ կուսակցություններից ներկայացուցիչներ կլինեն, ես հիմա ուզում եմ մի բան ասել։ Որևէ մեկի մտքով չասի, թե մենք մրցակից ենք։ Մենք մրցակից չենք, մենք իրար հետ ենք, մենք ընդհանուր պայքար ունենք, եւ մենք այդ պայքարը իրար հետ տանելու ենք, եւ այսօր երեք մենք ներկա ենք Շենգավիթում Հանրապետության կուսակցության հրավիրած հանրահավաքին հետ հոյակապ միջոցառմանը, այսօր երեք ներկա են այստեղ, սա նշանակում է, որ մենք առանց հայտարարելու միացել ենք, մենք առանց հայտարարելու իրար հետ ենք, եւ մենք առանց հայտարարելու ոստիկանների դեմ պլաստիկե դատակ շշով դուրս գալու համար կարող են ազատազրկման դատապարտել։ Իսկ մյուսին, ինչպես օրինակ բարգավաճ հորդորձվող կուսակցության ղեկավարների թիկնապահներին ազգային անվտանգության ծառայության սպային, կնոջ և երեխային ներկայության դաժան պետի ենթարկելու համար օրը ցերեկով ոչ մի բան չանել։ Սա է ֆեոդալական իրավունքը։ Ու եթե դու նախագահի թիկնապահ ես, կարող ես բարձ սպանել, ինչպես սպանեցին Պողոս Պողոսյանին։ Իսկ եթե խեղճ ու կրակ գյուղացի ես, քեզ կարող են 15 տարվա ազատազրկման դատապարտել ուրիշի կատարած սպանության համար, այնպես ինչպես եղավ Տաշիրի բնակիչ Արմեն Պողոսյանի հետ։ Եվ այս իրականությունն է, որ այսօր շատերի ստիպում է բազել տեղավորվել իշխանական պալատների պատերի տակ։ Մարդիկ պաշտպանվածության ուղիներ են ման գալիս։ Եվ շատերին թվում է, թե իշխանական պալատների պատերի տակ ծավալվելը պաշտպանվելու արդյունավետ եթե դու օլիգարխի թիկնապահ ես, պիտի նստես։ Մենք ասում ենք, որ եթե դու անգամ օլիգարխի թիկնապահ ես, բայց հանցանք չես գործել, ուրեմն օրենքը քեզ պիտի դարձնի հզոր եւ անտերնմխելի։ Եթե հանցանք ես գործել, ուրեմն պետք է հայտնվես բանտում, անկախ նրանից թե դու ով ես եւ ով է քո հայրիկը։ Այսինքն մենք ասում ենք խաղի հավասար կանոններ բոլորի համար եւ այդ խաղի մեջ պետությունը պետք է ունենա միայն անաչառ արբիտրի դերակատարում։ Սիրելի ժողովուրդ, մեր պայքարը այսպիսի Հայաստանի համար է։ Այսպիսի Հայաստան ունենալու համար մեկ-երկու քայլը բավարար չէ։ Այսպիսի Հայաստան ունենալու համար հարկավոր է ավելին թվով քայլեր անել։ Այսօր ես ուզում եմ խոսել այդ քայլերից առաջինի մասին։ Մեր իրազատ Հայաստանի ճանապարհին այս պահի ամենամեծ խոչընդոտը Քոչարյանի իշխանությունն է։ Բայց մենք արդեն ասել ենք, որ Հայաստանում չկա իշխանություն։ Այնինչ Հայաստանում շատերը անվանում են իշխանություն չէ, այլ քրեական օլիգարխիա, իշխանության լպտակներին տիրացած օլիգարխիա։ Եվ ահա մեր իրազատ Հայաստանի ճանապարհին այդ օլիգարխիան ամենամեծ խոչընդոտն է։ Այդ օլիգարխիան փշալարի նման քաշված է մեր իրազատ Հայաստանի միջև։ Այդ օլիգարխիան ցանկապատի նման կանգնած է մեր իրազատ Հայաստանի միջև։ Մենք դեմ ենք ավերբանը, բայց ես գիտենք, որ ամուր լավ շենք կառուցելուց առաջ նախ հարկավոր է իրականացնել հողային աշխատանքներ։ Իմպիչմենտ այդ հողային աշխատանքն է։ Եվ իմպիչմենտը պետք է օլիգարխիայի վերջը տա։ Օլիգարխներին կդարձնենք ուղղակի խոշոր հարկատու։
օրինապահ գործարար, որոնք քրտինք կթափեն ամեն կոպեկի համար, ու սափրագլուխների բանդաններ ձևավորելուց առաջ կմտածեն, արժե նրա վրա այդքան փող ծախսեն։ Ամեն համեր գնելուց առաջ կմտածեն, գուցե կարելի է նաև բավարարվել հնով։ Եվս մի քանի միջոցառումներ, որ անհրաժեշտ կդառնան այս ճանապարհին։ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ սեփականաշնորհվել են ուղղակի ծիծաղելի գներով։ Օրինակ Արարատ ցեմենտը եւ Զանգեզուրի պլանջամոլիբդենային կոմբինատը։ Մենք այս գործարանների սեփականատերերի փոխելու հարց չենք բացացնում, բայց նրանք պետք է այդ գործարանների համար վճարեն դրանց իրական արժեքը, անկախ նրանից թե որքան կաշառք են տվել դրանք էժան ձեռք բերելու համար։ Եթե կաշառք են տվել, ուրեմն թող ցուցմունք տան եւ այդ կաշառակերներն իրենց պատիժը թող ստանան։ Մենք հատուկ կարևորություն ենք տալիս Երևանի կանաչ գոտիների վերականգնմանը։ Մենք ասում ենք, որ բուլդոզերը, որը իդեպ պիտի գործի միայն օրենքի հիման վրա, բուլդոզերը էստեղից պիտի մտնի ու աղարածը զբոսայգով պետք է դուրս գա։ Եվ երևանցիներին վերադարձնի բոլոր կանաչ տարածքները։ Այս ինչ որ դուք տեսնում եք այդ ապօրինությունն է։ Եվ մենք կապացուցենք դա։ Եվ այստեղ օրինականությունը կվերականգնենք կանաչ տարածքների տեսքով։ Սա քաղաքական ծրագիր է, որը իրականացվելու է շատ շուտով։ Մենք բոլորս տեսնելու ենք այս ծրագրի իրագործումը։ Մենք բոլորս տեսնելու ենք այն Հայաստանը, որտեղ մարդիկ պաշտպանված են ոչ թե որպես իշխանություն, այլ որպես քաղաքացի։ Մենք արդեն ասել ենք, որ մենք մեր անձնական ամբիցիաները փոխարինել ենք վերանձնական ամբիցիաներով։ Սա նշանակում է, որ մեզ համար կարևոր է ոչ թե այն, թե քաղաքական այս պրոցեսի արդյունքում ինչ կարգավիճակ կստանանք մենք, այլ այն, թե ինչ կարգավիճակ կստանան մեր գաղափարները։ Որովհետև ապագա իշխանության ամենամեծ առաքելությունը որպես իշխանություն ընտրություններով պարտվելով այդ պարտությունը ճանաչելը եւ այդ պարտության արդյունքում իշխանությունը ինքնական թողնելն է։ Հայաստանին հարկավոր է այսպիսի իշխանություն, որ իր ամենամեծ առաքելությունը համարում է ժողովրդի կամքով եւ ընտրությամբ իշխանությունից հեռանալը։ Եվ մենք կձևավորենք այդպիսի իշխանություն։ Դուք կձևավորենք այդպիսի իշխանություն։ Եվ ուրեմն գեցե Հայաստանի բարձրագույն իշխանությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Տեսել մեր երեխաները, որ ապրելու են անձանց եւ երջանիկ Հայաստանում։ Impeachment քոչարյանին ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը։